Խնդրեմ նաև ներկայացնեք թանգարան այցելությունների ցուցանիշները, տարվա կտրվածքով ինչ ցուցանիշներ եք ունեցել, որ երկրներից են եկել ավելի շատ։ Շատ լավ, ուրեմն մեր այցելուների թիվը բավական մեծ է։ Ես կարդացել եմ օտարերկրյա այդ տուրիստական կայքերում, որ Հայոց ցեղասպանության թանգարանը Հայաստանի 3 ամենաայցելվող թանգարաններից է։ Անցյալ մինչև 100,000 մոտ այցելու ենք ունենում յուրաքանչյուր տարի, անցյալ տարվա կտրվածքով մոտ 80,000 այցելու էր, որից 10,000-ը մոտ աշակերտներ էին, քանի որ Հայոց ցեղասպանության թեման դպրոցներում անցնելու պարագայում նրանք անպայման այցելում են թանգարան, եւ քանի որ մենք ունենք նաև կրթական ծրագրեր աշակերտների համար, դա նաև լրացուցիչ խթան է, որպեսզի մեր աշակերտները այցելեն թանգարան։ Ի տարբերություն մյուս տարիների ունենք այցելուների աշխարհագրության փոփոխություն, եթե նախորդ տարիներին հիմնականում ռուս զբոսաշրջիկներ եւ եվրոպացի զբոսաշրջիկներ էինք ունենում, այս տարի բավական շատ են չինացիների, հարավային Կորեայից այցելուների, Ֆիլիպիններից այցելուների թիվը, դրա համար մենք այսպես նաև փոփոխություններ ենք փորձում անել այն առումով, որ օգտվելով առիթից նաև ասեմ, որ անցյալ տարվանից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում արդեն աուդիոգիդեր կան, ինչը նշանակում է, որ այս պահին անգլերեն, ֆրանսերեն եւ ռուսերեն լեզուներով մենք կարողանում ենք մեր զբոսաշրջիկներին հավելյալ ավելի ընդարձակ տեղեկություն տալ թանգարանի մասին։ Այս պահին մենք Բրյուսովի պետական համալսարանի, լեզվաբանական համալսարանի հետ համագործակցության ստեղծել ենք մեր աուդիոգիդերի տեքստերի չինարեն եւ կորեերեն թարգմանությունը եւ առաջիկայում նախատեսում ենք աուդիոգիդերի տեքստերը նաեւ այդ երկու լեզուներով առաջարկել, որպեսզի կարողանանք մեր զբոսաշրջիկների աճող հետաքրքրությունը եւ այդ երկրների աշխարհագրությունը կարողանանք բավարարել։ Ասեմ նաեւ, որ Իտալիայից բավական մեծ թվով զբոսաշրջիկներ ունենք եւ ինչի արդյունքում նաեւ իտալերեն ենք թարգմանել գրքեր Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի հնարավորինս շատ կարողանանք տեղեկություն տալ։ Նախատեսում ենք նաև անգլերեն, կներեք, գերմաներեն, արաբերեն, իտալերեն եւ նորից ուզում եմ նշել, որ անցյալ տարի ստեղծվեց Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության հիման վրա պատկերագիրք, որը արդեն մի քանի լեզուներով թարգմանել ենք, դա եւս մի հնարավորություն է զբոսաշրջիկներին հավելյալ տեղեկություն տալ Հայոց ցեղասպանության մասին։ Իսկ Թուրքիայից այցելություններ ունենում եք։ Այո, զբոսաշրջիկների, թե միգուցե գիտնականների, չգիտեմ, գործընկեր։ Ինչպես միշտ ամեն տարի մի քանի 100 թուրք զբոսաշրջիկ ունենում ենք թանգարանում, անցյալ տարի մոտ 300 թուրք զբոսաշրջիկ է եկել, ասեմ, որ նաև լինում են Թուրքիայից հայեր, իհարկե բնականաբար, բայց այդ 300 թիվը դա հենց թուրք զբոսաշրջիկներն են։ Գիտնականների հետ կապ գիտեք, որ կան թուրք գիտնականներ, բավականին հայտնի, որոնք զբաղվում են Հայոց ցեղասպանությամբ, բայց իրենք Թուրքիայում չեն, քանի որ Թուրքիայում բացի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվել հնարավոր չէ, եւ կապը այսպես միջազգային գիտաժողովների ժամանակ եւ այլն, եւ քանի որ խոսեցի միջազգային գիտաժողովների մասին, ասեմ, որ 110-ամյակի ուրեմն շրջանակներում նախատեսել ենք նաեւ մեծ միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա մայիսի վերջին, մոտ 40 գիտնական է մասնակցելու Հայաստանից եւ արտերկրից, հիմնականում Հայոց ցեղասպանությամբ զբաղվող բոլոր հայտնի խոշոր գիտնականները կգան Հայաստան, կգան Երևան, գիտաժողովի նպատակն է գնահատել, թե մինչեւ հիմա Հայոց ցեղասպանագիտության ոլորտում ինչ է արվել, ինչ հետազոտություններ են արել, ինչ բացեր կան եւ հաջորդ 10-ամյակը կամ 20-ամյակը ինչ ուղղությամբ պետք է զարգանանք, ինչ հետազոտություններ պետք է անենք, որպեսզի կարողանանք լրացնել այն բացերը, որոնք այս պահին կան Հայոց ցեղասպանագիտության բնագավառում։ Եվ 110-ամյակի միջոցառումների համար մի բան էլ ուզում եմ ավելացնել, կարևոր, բոլորիդ շատ լավ հայտնի է, որ ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ունենք հուշապատ, որտեղ հակառակ կողմից ամփոփված են այն անձինք, միսիոներներ, դիվանագետներ, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել հայերի դեմ տեղի ունեցած բռնություններին, եւ այս տարի միջոցառումների շրջանակներում 110-ամյակի 2 նոր անուն ենք ավելացնելու հուշապատի վրա։ Հունիսի 24-ին դրանում է Ռաֆայել Լեմկինի ծննդյան տարելիցը եւ բոլորը շատ լավ գիտենք Լեմկինի ներդրումը ցեղասպանության տերմինի ստեղծման,
ցեղասպանության կոնվենցիայի ընդունման հարցում, թե նաև ինչքան մեծ նշանակություն է ունեցել հայոց ցեղասպանությունը այդ ամենի վրա եւ ուզում ենք հունիսի 24-ին եւ Լեմկինի ծննդյան օրվա եւ 110-ամյակի միջոցառումների շրջանակներում ավելացնել Լեմկինի հուշաքարը, նրա գերեզմանից հողը արդեն վերցվել է եւ պաշտոնական այդ արարողությունը տեղի կունենա հունիսի 24-ին։ Եվս մեկ անց կապված Մուսալերան հերոսական ինքնապաշտպանության հետ, գիտենք, որ նաև այս տարի լրանում է Մուսալերան ինքնապաշտպանության 110-ամյակը եւ հաջորդ անձը, ով որ կավելանա հուշապատի վրա, Լուի դե Ֆյուրնեն է, ֆրանսիացի ադմիրալը, ում գործունեության շնորհիվ, ով որ առանց սպասելու իր ղեկավարների թույլտվությանը որոշում կայացրեց նավերը մոտեցնել Մուսալերանը եւ փրկել 4000 հայերի եւ այդ միջոցառումների շրջանակներում հստակ օրը դեռ չեմ կարող ասել, բայց մեր հուշապատի վրա կավելանա նաեւ Լուի Դարտիշ դե Ֆուրնեի հուշատախտակը։ Տիկին Գզոյան, Թանգարան ինստիտուտը այս